Բարելույս էլի բարեկամներ ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, օրը բարի է, ամեն օրն է բարի մեզ համար, նրանց համար ովքեր հավատում են Աստծուն եւ հավատում են, որ օրը որ սկսվում է դա այն խոսքն է, որ արարեց ի սկզբանե, թող լույս լինի եւ լույսը մինչեւ այսօր մենք ունենք եւ դա բարի է։ Այսօր մեր հյուրն է մեզ էլի Գառնիկ Աբրահյան եղբայրը, նա Արցախի մկրտական եկեղեցու հովիվն է, ըստ արդեն շատերը ճանաչում են եւ շատ սիրված եւ սպասված մեր սիրելի եղբայրն է։ Գառնիկ եղբայր, շնորհակալ եմ, ընդունեցիր հրավերը եկար։ Ես եմ շնորհակալ եղբայր ջան, շատ եմ շնորհակալ։ Փարտիրոջ։ Մի անգամից անցնենք թեմային, այսօրվա թեման շատ կարևոր թեմա է։ Իդեպ ասեմ, որ շատ մի թեմա է, որ չգիտեմ, նկատել եմ, թույլ տուր այսպես ասեմ, որ շատ պահանջված չի, եւ երբեմն շատ մենք շատ սիրում ենք խոսալ Աստծո սիրո մասին։ Ինչ որ պետք է ասեի, ասում ես։ Հա, լավ, կներես։ Չասա, ճիշտ ես ասում, որտեղ ճիշտ ես ասում։ Այո, Աստծո վախ այդպես է վերնագիրը, սիրով լսում ենք քեզ եղբայրս։ Ես նույն բանն եմ ուզում ասել Աբրահամ եղբայր ջան, որ մեր եկեղեցիներում վերին աստիճանի շատ եւ տեղին, չեմ ասում անտեղին, խոսում է Աստծո սիրո, Աստծո կատարածության, Աստծո ողորմածության, Աստծո այն բոլոր հատկությունների մասին, որի շնորհիվ այսօր ես ու դու այստեղ նստած ենք, եղբայր ջան։ Եվ ինքս էլ մեկ անգամ չէ, 100 անգամ չէ, որ փորձել եմ իմ խեղճ ու կրակ, ասենք հասկացողությամբ փորձել բացատրել Աստծո սիրո մասին, ողորմածության մասին, եւ կարծում եմ, թե դեռ չի ծնվել ու չի կարող ծնվել մեկը, լինի դա քարոզիչ, աստվածաբանով ուզում լինի, որ կարողանա մինչև վերջ այդ սուրբ հատկությունները մինչև վերջ հասկանալ կամ մինչև վերջ մեզ բացատրել Աստծո սերը։ Հնարավոր չէ, որովհետև ինքը Աստված սեր է, այդտեղով Աստված սեր է գրված է։ Եվ ինչպես կարելի է, ես հենց սկզբից ուզում եմ այդ մասին ասել, որ որևէ մեկը չմտածի, թե մենք դեմ ենք նման քարոզներին։ Իհարկե ոչ։ Ինչպես կարելի է այդ մասին չխոսել, երբ որ ինձ անարժանից, տիղմից, ցեխից, կեղտից այդ սերն էր, որ ոչ թե ինձ զասլուկաների համար, զասլուկան ոնց է հայերեն, էլի արժանի, ինչ արժանիքների համար, որ արեց, իր սիրով, երեք էլ մի հիվանդ մարդու այցելեցի, խոսում էինք, ասում է, ես չեմ հասկանում, թե ինչպես է Աստված օրինակի համար սիրում հանցագործներին, մարտասպաններին եւ այլն եւ այլն։ Եվ իրան օրինակ բերեցի, ասում եմ, եթե գնաս բանդի դռան մոտ կանգնես մի 2 ժամ, ապա կտեսնես, որ ծեր տատիկները իրենց խեղճ ու կրակ թոշակը ստացել, այդ թոշակով իրանց մարտասպան որդու համար ինչ որ կերակուրներ են արել եւ բերել են տալիս են, որ տան իրեն։ Այդ տատիկը չի հասկանում, որ իր տղայի արածը դա զզվելի բան է, շատ լավ հասկանում է, բայց ինքը արածը չի սիրում, իրան է սիրում եւ չի կարող չսիրել իր տղուն, այդպես էլ Աստված մեզ է սիրում եւ մենք այդ սիրո մասին, այո, ոնց ասեմ, էլի, ինքը վերջ չունի է սիրո քարոզները, հա, որովհետեւ նորից եմ ասում, եթե ես այստեղ նստած եմ, նրա սիրո, նրա ողորմության, նրա քութն է, որ այդպիսի տածվեց նաեւ իմ անարժանիս վրա եւ դրա համար սիրելիներ, թող օրհնյալ լինի նա Սուրբ անունը, որ նրա սերը, քութը մենք երբեք չմոռանանք եւ այլն եւ այլն։ Գառնիկ եղբայր, միջև անցնած բուն թեմային, կարող ենք ասել, որ Աստծո սերը եւ Աստծո վախը շատ անբաժանելի են իրարից։ Եթե կա Աստծո սեր, պարտադիր Աստծո վախ։ Եթե կա Աստծո վախ, պարտադիր Աստծո սեր։ Իհարկե, հասկանում ես, ամեն բան պետք է կոմպլեքսով նայել։ Հիմա տես ինչի համար, ասենք, պետք է որ մենք խոսենք Աստծո վախի մասին, որովհետև թույլ տուր ես եսպեսի համարձակություն
ունենամ եւ ասեմ, որ եթե ես տեղյակ չեմ Աստծո վախից, մենակ տեղյակ եմ սիրուց, կտությունից, ողորմությունից, հնարավոր է շատ, որ ես անպարտավան դառնամ։ Այսինքն նա հավասարակշռություն է։ Այսպես է, հա։ Եվ դրա համար պետք է ժամանակը դու ճիշտ նկատեցիր, որ շատ քիչ է խոսում Աստծո վախի մասին, որ պետք է վախենալ Աստծուց։ Ես նույնիսկ լսել եմ այսպիսի քարոզներ, որ այդ վախենալը նույնպես նրբացնում են։ Հիմա փորձեմ ասել ինչ է ասում։ Վախենալ, ասում է պետք է վախենանք չնեղացնենք Աստծուն, էլի։ Այդպես մի տեսակ ոչ պետք է ուղղակի վախենալ Աստծուց։ Իսկ սարսափի եւ վախի տարբերությունը կա, չէ՞։ Ես այդպես շատ չեմ ուզում ոնց ասեմ, էլի այդպես մտնել ինչ-որ այդպիսի տեղեր, փորձել բացատրել սարսափի ու վախի տարբերությունը եւ այլն, դա ես կարծում եմ, որ նրանք ովքեր կյանք են ապրել, նրանք ովքեր ոչ միայն Աստվածաշունչն են կարտացել, ոչ միայն ինչ-որ դպրոցներ են ավարտել եւ այլն, այլ նաեւ կյանք են ապրել, օրինակ ես կարող եմ այսպիսի օրինակ ասել, որ ես շատ բաներ եմ տեսել, որոնցից մեկն էլ սարսափելի երկրաշարժն է, որ տեսա 88 թվականին Գյումրիում, հա, Դենագանում։ Հիմա այսպիսի օրինակ կարող եմ ասել։ Կյանքը այնպիսի բաներով է լցված, որ ես շատ անգամներ եմ վախեցել կյանքում։ Շատ բաներից եմ վախեցել։ Ես ինչ գիտեմ, էլի, գավարիա է եղել, էս է եղել, այն է եղել, մարդ է հիվանդացել, սենց է եղել, հազար տեսակ բաներ։ Բայց այնպես, ինչպես այդ պահին եմ վախեցել, այդպիսի վախ չեմ ունեցել կյանքիս մեջ։ Այդպիսի վախ չեմ ունեցել, շատ նորից եմ ասում, շատ եմ վախեցել, շատ բաներից եմ վախեցել։ Այսինքն դա, երբ որ դու տեսնում ես, սա հենց իսկական Աստծո զայրույթն է, հա, որ Աստված է թույլատրում այս բաները, Աստված է անում այս բաները եւ այլն։ Եվ դրա համար թող Աստված օրհնի մեզ, մեր այսօրվա այս փոքրիկ մի ժամը թող օրհնի, որ մենք փորձենք Սուրբ Մատյանի միջից մեզ համար դասեր վերցնել հենց Աստվածվախության համար։ Օրինակ ես ուզում եմ մի տեղ հիշեցնել Եսայիա մարգարեից, ասպես է ասում 30-րդ գլխի 27-րդ խոսքը այսպես է ասում. Ահա Տիրոջ անունը հեռվից է գալիս, նրա բարկությունը բորբոքված է եւ բոցը սաստիկ ու շրթունքները լիքն են բարկությունով եւ լեզուն մաշող կրագի պես է։ Տեսեք, սա էլ է նրա հատկությունը։ Մենք ասում ենք Աստված սեր է, այո Աստված սեր է, Աստված ողորմած է, իհարկե, բայց մարգարեն տես ինչ է ասում է նրա անունը հեռվից է գալիս, նրա բարգությունը բորբոքված է եւ բոցը սաստիկ ու շրթունքները լիքն են բարկությունով եւ լեզուն մաշող կրակի պես է։ Դու ասում ես սարսափելի ու վախենալու, ես կարծում եմ սարսափելի է սա, երբ որ Պողոս Առաքյալն ասում է Եբրայեցիների գրքի մեջ 12:29 կարդում եմ. Ուստի անշարժ թակավորություն ընդունած լինելով պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաջությամբ Աստծուն, ահո եւ երկյուղացությամբ, որովհետեւ մեր Աստվածը փչացնող կրակ է։ Մաշող մի ուրիշ փչացնող կրակ է։ Սարսափելի բան է ուրիշ տեղ ասում է կենտանի Աստծո ձեռքը ընկնելը։ Եվ կարծում եմ, թե ես շատ վերինաշրջանի քիչ մասնիկները հիշեցրեցի Աստվածաշնչից եւ Աստվածաշունչը հեղեղված է այսպիսի խոսքերով եւ նաեւ կյանքը ցույց է տալիս այս ամենը, որ այսպիսին է։ Եվ դրա համար, այո, ես շատ համաձայն եմ քեզ հետ Աբրամ եղբայր ջան, որ ժամանակակից եկեղեցիներում, մեր եկեղեցիներում, հա, ոնց ասեմ, միշտ ակցենտը դրված է Աստծո սիրո եւ ողորմածության վրա եւ այս մասին, այսպիսի բաների մասին քիչ է խոսում։ Դա նշանակում է, որ Պողոսը մի տեղ ասում է, ես չդադարեցի քեզ քարոզելու ամբողջ ավետարանը, չէ՞,
ամբողջը սա կեսն է, ողորմածությունը, սերը եւ այլն, սա ամբողջը չէ։ Եվ եթե մենք հանում ենք այս բանը, մենք նորից եմ ասում, ես այդպես եմ կարծում, որ մարդը կարող է անպարտավան լինել։ Օրինակ, եթե մարդը սովորած է, որ Աստված ողորմած է, այս վերջերս ներողություն, մի օրինակ հիշեցնեմ։ Մի հանրաճանաչ եղբայր էր խոսում եւ այսպիսի միտք էր ասում, քարոզիչ եղբայր էր։ Ասում է, ինձ ասում է ձեր եկեղեցում այսինչ քույրիկը, այսինչ եղբայրը, այսինչը, այնինչը եւ այլն, մեղքերի մեջ են ապրում։ Ինչու է այդպես, դուք չէ որ եկեղեցի եք եւ այլն։ Ասում է, եւ ես ասում եմ նրանց, որ Հիսուս եկավ մեղավորներին փրկելու, Հիսուս չեկավ արտարների համար, հա, եւ այլն։ Հիմա դες, այո, Հիսուս եկավ մեղավորներին փրկելու, ոչ մեկը չի կարող հերկել այս ճշմարտությունը։ Բայց եթե մեկը լինելով Աստծո զավակ կամ համարելով, որ նա հավատացյալ է կամ եւ այլն, մնում է մեղքի մեջ, ապրում է այդ մեղքով եւ ընդհանրապես նպատակ չունի, որովհետեւ Աստված ողորմած է։ Մեղքի գիտակցություն էլ չունի այդ իմաստով։ Չէ, ինքը չի ընդունում, եթե նույնիսկ ունի էլ, ինքը իրան հանգստացնում է այն խոսքերով, որ Աստված ողորմած է։ Աստված ներում է, Այսա սարսափելի վիճակ է, քրիստոնյայի ամենասարսափելի վիճակն է, երբ նա հույսը տնելով Աստծո ողորմածության վրա, հույսը տնելով Աստծո սիրո կտարածության վրա, որ իրոք այդպիսին է Աստված, բացարձակ չի մտածում մեղքից հեռանալու, մեղքից ձերբազատվելու, փրկություն ստանալու մասին։ Ուրեմն, եթե մենք միայն քարոզում ենք, որ Աստված սեր է եւ ողորմած է, մենք մասնակից ենք դառնում նրա կորուստի։ Մենք մասնակցում ենք այդ գործին, եթե մենք միայն այդ ենք սովորեցնում մարդկանց։ Դրա համար էլ օրինակ Սաղմոսից ես մի չհետևն էի գրել լավ, եւ դրա համար թող Աստված մեզ օրհնի, որ մենք եղբայր ջան ինքներս մեզ չխաբենք, որ մենք ունենանք այդ Աստված վախությունը։ Ոնց է գրված, իմաստնության սկիզբը Տիրոջ վախն է։ Չի կարող մեկը իմաստուն լինել, եթե ինքը Տիրոջից չի վախենում։ Ես մոտավորապես այսպես եմ հասկանում, թե ինչու է դա այդպես, որ իմաստնության սկիզբը Աստծո վախն է, երբ որ մեկը Աստծուց է վախենում, նա չի կարող մեղքին պատերազմ չհայտարարել։ Պայքար չունենա իր մեջ։ Չի կարող չունենալ։ Եթե մեկը միայն մարդկանցից է քաշվում, մարդկանցից է ամաչում, հա? Երբ մարդ չեղավ այդտեղ ինքը մեղ գործի, որտեղ Աստծուց չի վախենում։ Իսկ նա որ Աստծուց է վախենում, նա գիտի, որ Աստված ամենուր է եւ ամենատես է եւ այլն։ Եվ դրա համար կներես, նա գիտի, որ Աստված ամենուրենն է մարդու մեջ առաջացնում Աստծո նկատմամբ այդ վախը։ Այսինքն, եթե մարդը չհասկանա, որ Աստված ամենտեղ է եւ ամեն բան տեսնում է, սա աստվածաճանաչողության, այո, աստվածաճանաչողությամբ է պայմանավորված Աստծո վախը։ Ամեն։ Հիմա դու ինչ լավ բառ ես ասում, Աստված ճանաչել։ Ինչ է նշանակում Աստված ճանաչել։ Ես կարծում եմ, որ այնինչ գիտենալ, թե նա ինչպիսին է։ Նրա հատկությունները գիտենալ, ճանաչելը դա է։ Նրա մեծությունը, նրա ամեն ինչը, հիմա մենք կարողանանք նույնիսկ բոլորը թվարկել, հա, եւ գուտը գիտենալ, եւ սերը գիտենալ, եւ նրա ողորմածությունը գիտենալ, նրա զայրույթը գիտենալ, նրա անհանդուրժողականությունը գիտենալ, ահ ունենալ Աստծուց։ Գիտես, ոչ ոք Հիմա որ ասենք օրինակի համար ինձ նույնիսկ զայրացնում է այդպիսի մտքերը, որ արտահայտում են շատերը, ինչպիսի։ Եթե այսպես անես, Աստված այսպես կանի։ Եթե այսպես անես, Աստված մեթոդներ են փորձում։ Գիտեք ինչ։ Այո, ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Աստված ինչը չի սիրում, ինչը սիրում է։ Բայց Աստված որևէ սահմանների մեջ դրված չէ։
եւ որևէ կաբանքներով կապված չէ, այսպես անես, այսպես կանի, այսպես անես, այսպես կանի։ Դու չես, ես օրինակ ասեմ։ Ամուսինները, որոնք որ իրանց գործկառակելուցի մեջ Անանյան եւ Սապֆիրան իրանց ագարագը վաճառեցին եւ ագարագի քնից ինչ որ մի գումար բայեցին իրենց մնացածը բերեցին եկեղեցի եւ ասացին որ այս կնով վաճառեցինք պատճառն այն էր որպեսզի անուն հանեն շատ զոհաբերող մարդկանց այդ կամ բան որովհետեւ այդ ժամանակ մենակ իրանք չէ շատերը այդպիսի բաներ էին անում եւ նման մարդիկ արդեն ճանաչված էին նման մարդ իրանք էին ուզում ճանաչված լինել բայց գինը չէին ուզում վճարել հասկացար բայն ասին այս կանենք վաճառել եւ մենք տեսնում ենք թե ինչպիսի խստությամբ Աստված մոտեցավ այդ հարցին եւ ամուսնուն եւ գնոջը հաշված այս ժամերի թե րոպեների չգիտեմ ընթացքում խփեց Աստված հիմա կանք Դավիթը իր հարազատ հավատարիմ ընկերոջը Ուրիային սպանեց գնոջը բացեց եւ այլն բայց Աստված այդպես չմոտեցավ այսինքն երբ որ ասում ես դու այսպես անես այսպես կանի այսպես անես այնպես եւ այդպիսի օրինակներ կարելի հարյուրավոր օրինակներ ասել այդպիսի ուրեմն պետք է վախենալ Աստծուց դու չես կարող քնել նրան այնպես որ ես սենց կանեմ հետո ինքը սենց կանի ես սենց կանեմ դու ով ես որ գիտնաս ինքը ինչ կանի մեթոդներով չի մի հարց տամ ոչինչ գավնի կներես հարցը բարձրացնեմ այսպես հետաքրքիր բան է հիմա քանի որ սա ասացիր մեթոդներով կապված չի մեր պայմանավորված չի մեր Աստծո վախը իր հետ նայ մարդ ես ոչ թե մեղք չեմ գործում վախենալով Աստծուց որ ինքը ինձ կպատժի այլ ես ճանաչում եմ Աստծուն բացահայտել եմ նրան եւ դրանով է պայմանավորված իմ վախը նրան հանդեպ ինչ կասես այս խոսքից այո ես եթե մեղք չեմ գործում այսինքն մեղքի մեջ լցված եմ մեղքի փապագով ապրում եմ ուղղակի վախուց մեղք չեմ գործում շատ կարևոր բան ես ասում ես որևէ օգուտ դրանից չեմ կարող ունենալ ըստ այն խոսքի որ Տերը ասեց գրված է մի շնանար բայց ես ասում եմ ձեզ եթե մեկի սրտի մեջ հա մեկը նայում է այդ եւ այլն ինձ համար նույնն է չկա որևէ տարբերություն եւ դա միայն շնությանը չի վերաբերում ես կարծում եմ բոլոր մեղքերին է վերաբերում սա շատ նուրբ հարց է որ դու ասում ես այո բայց կյանքում կան նաեւ այնպիսի իրավիճակներ ոնց ասեմ էլի ոնց էսի շատ նուրբ մոմենտ է որ միգուցե եւ իմաստությունս էլ չէ հերիքի որ ես բացա այո ես լրիվ համաձայն եմ քեզ հետ որ ես ոչ թե մեղք չպետք է գործեմ որովհետեւ դրա համար ես պատիժ պետք է ստանամ այդ պատժից վախենալով եմ ես պատժից վախենալով է որ ես մեղք չեմ գործում չէ սա քրիստոնեական վիճակ չէ սա քրիստոնյայի վիճակ չէ այդպեսին չպետք է լինի իմ կամ քո վիճակը այլ ես մեղք չեմ գործում որովհետև ես ազատ եմ մեղքի գերությունից ես ազատվել եմ շատ կարևոր բան ես ասում այդպեսին պետք է լինեմ ես թե այդպեսին եմ այդպեսին չեմ Աստված ինձ տադավոր հա այդպեսին պետք է լինեմ եւ իսկ չվախենալ Աստծուց քանի որ մեղքը իմ մեջ ապրում է մեղքը քո մեջ էլ ապրում է եւ նրանք ովքեր որոշ աստվածաշնչյան ինչ որ խոսքեր դրոշակ դարձնելով ասում են որ այլևս մեղք չի գործում այլևս մեղքը չկա եւ այլն չարաչար սխալվում են ես ասում եմ սա ոչ թե այլոց քննելով այլ ինքս ինձ քննելով ես տեսնում եմ որ բայց Տեր ասես բայց դու իշխիր նրա վրա իշխիր նա ինքը ոչ միտեղ իշխանությունն է փոխվել եւ այլն եւ դրա համար եթե ես չունենամ աստվածվախություն շատ ժամանակներ կարող են լինել այնպիսի պահեր որ ես ոնց ասեմ էլի ազատություն տամ իրան սա նուրբ հարց է
եղբայր ջան, ու ես չեմ կարող միանշանակ ասել, որ հիմա տես հարցից էլ հարց է առաջանում, եթե ես ազատ եմ մեղքից, էլ ինչ պետք է որ ես Աստծուց վախենամ, մեկն էլ կարող է ասի։ Չէ՞։ Դա գիտություն է։ Այո, հոգևոր։ Ոչ, սիրելի եղբայր ջան, ոչ, սիրելի քույր ջան, ես մի քանի օրինակ, տես օրինակի համար մի տեղ եմ ուզում կարդալ։ Չէ որ երկու ճնճղուկ մեկ տանգի են ձախվում եւ նրանցից մեկը չի ընկնիլ գեդին առանց ձեր հոր ռուսերեն ասում է без воли отца вашего այսինքն առանց տիրոջ կամքի նույնիսկ մի ճնճղուկ գեդին չի ընկնի միթե սա Աստված ճանաչողություն չի այո հիմա եթե մի ճնճղուկ անգամ գեդին չի ընկնում առանց իր կամքի ուրիշտեղ գրված է ձեր գլխից մազ անգամ չի ընկնի սանրվում ենք սանրի վրա մազեր են մնում հա սկի չենք հաշված է այդ մազերը ցավ Աստված գիտի ոնց է եթե այս մանրունքները Աստծո հսկողության տակ են ապա ինչպես կարող ենք ասենք խոսել այնպիսի իրադարձությունների մասին որ աշխարհի վրա տեղի ունեցան օրինակ ասենք 19-րդ դարում սկզբին Նապոլեոնը ինչ արյունահեղություն բերեց Եվրոպայում հա տեղյակ չէր Աստված թույլ տվեց այս բանը որ լինի հետո եղավ Հիտլերը հա 39 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմը սկսեց 14 թվականին առաջի համաշխարհային պատերազմը սկսեց 15 թվականին մեր ազգը եղերն ապրավ հա եւ Աստված թույլ տվեց Սա պետք է հասկանում եք, եթե մենք Աստված ճանաչողներ ենք, եթե Աստծուն հավատալներ ենք, դա ինչ սարսում մենք լսել ենք մեր պապերից, մեր տատերից, թե ինչեր են կատարվել, հա, ինչպիսի սարսափելի բաներ եղել, եւ Աստված կրկնում եմ, եթե նա որ ասում է ճնճղուկը չի ընկնում առանց իմ գիտության, ինչպես կարող է մի ամբողջ ազգի ցեղասպանությունը առանց իր գիտության լինի։ Բայց ինքը թույլ տվեց Եվ որևէ մեկը չի կարող այդպիսի համարձակություն ունենալ, թե ինչու թույլ տվեցիր, ինչու այդպես արեցիր եւ այլն։ Եվ էլի շատ օրինակներ կարելի է բերել սիրելիներ, որ Ինդոնեզիայում 2004-ից 5 թվականի նոր տարիներ, ես շատ լավ հիշում եմ, որ մենք Մոսկվայում էինք, գնացել էինք այնտեղ եւ տեղի ունեցավ այդ սարսափելի ոնց է կոչվում ցունամի Ինդոնեզիայում, չգիտեմ հիշում ես թե չէ, ուրեմն այդ սաղ այդ օվկիանոսի օվկիանոսը դուրս եկավ ափերից ու լապեց այդ սաղ ժողովրդին եւ տարավ իր մեջ։ Ես ինչի եմ սա հիշեցնում, որովհետեւ մենք այդ ժամանակ Մոսկվայում էինք եւ այնտեղ տունն էինք մենք, դրա հարևաններ կային, տեղ էին, ասում են թե մի ուղեգիրը 7 օրով է թե չգիտեմ 9 օրով է, արժի $14,000 Այնտեղ կան այդպիսի հանգստավայրեր, այդ բոլորը այդպիսի տեղեր էին, այսինքն պղծության վայրեր էին, եղբայր ջան, հասկանում, այդ որ $14,000 արժի, այդ պատկեր, եսի ինչեր է կատարվում այնտեղ, եւ Աստված տեսնում է երկնքից, թե այդ ինչ է կատարվում, աշխարհի տակ ինչքան որ պղծություն կա, այնտեղ է։ Եվ օվկիանոսին հրաման տվեց Աստված, եւ օվկիանոսը դուրս եկավ եւ լապեց այդ ժողովրդին եւ տարավ։ Դրա համար ունենալով կյանքում այսպիսի իրադարձություններ, այսպիսի փորձեր, եւ մենք ընդամենը 2 տարի առաջ, 2 տարի ու կես առաջ Ղարաբաղում տեսանք, թե էլի առանց իր թույլտվության չեղավ։ Ես չեմ ասում իմ կարծիքով, ես ասում եմ ըստ Աստծո խոսքի, որ մաս ձեր գլխի չի ընկնի առանց իմ գիտության։ Եվ ինչպես կարելի է այս ամենը գիտենալով, այս ամենի որոշ մասերը երկրաշարժը ասեցին քիչ առաջ եւ այլն, այս ամենը տեսնելուց հետո չվախենալ Աստծուց։ Ես դա չեմ պատկերացնում, չեմ կարող պատկերացնել, որ եւ այսօր էլ որ օրինակի համար տեսեք, վախենալը մենակ այն չի, որ հասկանում վախենամ մեղ չգործեմ։ Կամ տես, օրինակ տես ուրիշ օրինակ ասեմ, Հակոբոս ասում է
Ձեզանից շատերը որ ասում են գնանք այս քաղաքը, այսինչ քաղաքը, գործ անենք, այս անենք, այն անենք, վաստակենք, դուք որ չգիտեք ասում է ձեր վաղվա օրը, փոխանակ որ ասեիք եթե Տերը կամենա այս կանենք կամ այն կանենք, հիմա մենակ մեղքի մասին չի խոսքը, հասկանում ես, որ մենք Աստված վախություն ունենանք, որ ինչ որ հասկանում ես այսպեսի ծրագրեր չկազմենք մինչև, չգիտեմ, 4000 թվականը ես երկրի վրա եսի կանեմ, այնի կանեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ, դուք որ չգիտեք ձեր վաղվա օրը, մենք չգիտենք ինչ կարող է լինել, չգիտենք, ես որ քիչ առաջ քեզ ասեցի, որ ուզում ենք, որ ամենը օրենքով դարձնենք շինարարությունը, այն եկեղեցում գործ ենք անում եւ այլն, այնտեղ օրինակ Ղարաբաղում եկավ մի բան որ մենք համարյա մի կես տարի դրանով զբաղվեցինք որ բոլոր մեր ամեն ինչը դարձրեցինք օրինականացված թղթերս այս պատկերով դրել էինք բաներով ֆայլերով փակել էինք այսպես սիրուն ու հաճույք էինք ստանում որ մեր ամեն ինչը տեղը տեղին է եւ այլն եւ երեք տղաս ասում է ուր են այդ թղթերը որտեղ են չկան ես սա չեմ ասում դե անօրեն ապրենք այդպես չեմ ասում ուզում եմ ասել շատ չտարվենք այդ բաներով շատ որովհետեւ մենք չգիտենք թե Աստված ինչ կարող է անել եթե անգամ տարվենք էլ բայց առաջնահերթը մեր Աստծո կամքի մեջ լինելն է Աստծո կամքի մեջ լինելն է այո դες օրինակ այս ամենը ինչ որ հիշեցնում ինչի մասին է հուշում որ պետք է վախենալ Աստծուց դες օրինակ Սաղմոս 10-ում է ով է այն մարդը որ վախենում է Տերից ահա Սաղմոսն է 25-րդ Սաղմոս 12-րդ խոսքն է ով է այն մարդը որ վախենում է Տերից ահա նրան կսովորեցնի այն ճանապարհը որը ընտրել է ուրիշ Սաղմոսի մեջ 112-1 երանելի է այն մարդը որ Տերիցը վախենում է ուրիշ Սաղմոսի մեջ ասում է Երանելի են այն ամենը, որ Տերիցը վախենում են եւ այլն։ Մենք քո տված հարցը իրոք սպես մի տեսակ բան անում էլի, ոնց ասեմ, խորելու առիթ է տալիս։ Որ մենակ դիմատես, օրինակ Ղևդացիների մեջ այսպիսի խոսք կա գրված։ Մազը սպիտակածի առաջին վերկած եւ ծերին պատվիր հետո ասում է եւ քո Աստվածանից վախեցիր դες ինչ հասարակ բանի համար կարծես թե հա հիմա մազը սպիտակած այսինքն ծեր մարդ է չեմ ուզում չեմ կանգնում հիմա մենք ասում ենք քրիստոնյա ենք կամ հա քրիստոնյա ենք չի եղել որ մենք դրան հadoop ուշադրություն չենք դարձրել բայց դες Աստված ասում է եւ քո Աստվածանից վախեցիր Բայց մեզ համար դա ինչ որ մենք մենակ գիտենք մարդ մի սպանիր, մի կողանա, մի շնանա, մի սարա, մի ենարա եւ զգուշացնում է, որ մենք այդպիսի վախ ունենանք։ Շատերը օրինակ ասենք կմտածեն, որ իրենց երկրում այդպիսի բան չի կարող պատահել կամ այս չի կարող լինել կամ այն չի կարող լինել։ Հիմա ես ուզում եմ կարդալ Ուգասու ավետարանից 13-րդ գլխից հենց առաջին համարից նույն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նրա այն գալիլեացիների մասին որոնց արյունը Պիղադոսը իրանց զոհի հետ խառնեց Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց կարծում եք թե այդ գալիլեացիներն ավելի մեղավոր էին քան թե բոլոր գալիլեացիները որ այդպիսի բաներ քաշեցին ոչ ասում եմ ձեզ այլ եթե չաշխարեք ամենք դել այդպես կկորչեք կամ այն 18 հոգին որոնց վրա Սելովամի միջի աշտարակը վայր ընկավ եւ նրանց սպանեց կարծում եք թե նրանք ավելի պարտավոր կամ մեղավոր էին քան թե Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկը ոչ ասում եմ ձեզ այլ եթե չաշխարեք ամենք դել այդպես կկորչեք այնպես որ Աստվածավախությունը նաև այսպիսի միտքել եմ ուզում ասել որ մեզ սպես ոնց ասեմ խոնարհ ապահում բոլոր հաջողությունների մեջ Շատ լավ բան ես ասում։ Շատ լավ բան ես ասում։ Աստվածավախությունը, եթե ես Աստծո վախը ունեմ,
ինչպիսի հաջողություն, ինչպիսի ես իմ ուր ուզում եմ ինձի հանի Աստված, ինչպիսի բարձր տեղ տնի ինձի Աստված, եթե ես իհարկե իմ սրտի մեջ ունեմ Աստծուց վախենալը, հա։ Ես կվախենամ որևէ բան ինձի վերաբերեմ։ Գարիկ եղբայր կարող ենք ասել նաև, որ ապաշխարությունը մեր մեջ գեներացնում է հենց Աստծո վախը։ Աստված է, ես ընդհանրապես համարում եմ չկա ապաշխարություն, նշանակում է չկա Աստծո վախ, եթե չկա Աստծո վախ, ապա չկա ապաշխարություն։ Ամեն տեղ Աստծո վախը կա։ Հետո ապաշխարությունը ես կարծում եմ, որ Աստծո շնորհ է նույնպես ապաշխարությունը։ Հենց այդտեղ կարծես Աստծո վախը եւ Աստծո սերը միանում են իրար։ Գիտես, մենք ապաշխարության շատերս փորձում ենք, ասենք, զորով ապաշխարեցնել մեկ։ Հա։ Ես իմ ճարբիկ բառեր ենք ասում, չգիտեմ ինչ ենք ասում, նույնիսկ եթե ասենք ինչ որ Աստծուց վախենալու տեղեր ենք հիշեցնում եւ այլն, բայց եթե Աստծո միջամտությունը չլինի, այո, ճիշտ ես ասում, եթե մարդու սրտի մեջ վերջապես այլ աստվածային վախը չլինի, ահը չլինի Աստծուց, հետո ահը նրանում է, որ ասենք, ինչպես կարելի է դու կյանքը սիրող մեկն ես, հա, եւ չես վախենում կյանքդ կորցնել։ Եթե դու կյանքը իրոք սիրում ես, ես կարծում եմ չկա մարդ, որ կյանքը չի սիրում։ Այդպիսի մարդ գոյություն չունի։ Ամարտու ամենասիրելին դա իր կյանքն է։ Եվ դու եթե չես վախենում, որ այդ կյանքը կարող ես կորցնել։ Իսկ եթե վախենում ես, ապա դա քեզ տանում է ապաշխարության, իհարկե։ Ինչպես որովհետև գամիկ եղբայրն է։ Միայն որ դու հասկանաս, որ մեղք ես գործել, աշխարհի մարդներ շատ դեպքում ասում սխալվեցի, բայց դա չի ապաշխարությունը։ Այսինքն սխալ չի անում կամ կասեն, չէ՞։ Ով չի անում։ Կամ է սխալվել, բայց ապաշխարությունը իր մեջ ինչ էլեմենտ ունի։ Մեղքի խորը գիտակցություն եւ գնալ դեպի Աստծուն եւ շնորհ եւ ողորմություն ստանալ նրանից։ Սա այս երկու բանը պետք է իրար հետ լինի, այսինքն Աստծո վախը մեր մեջ գեներացնում է այդ ապաշխարությունը, որը ուղղորդում է դեպի Աստծո սերը։ Ես դա եմ ուզում մի փոքր պատմել, ինչ օրինակ տես Աստծո վախը, երբ որ ես գիտեմ թե քանի անգամ Աստված ինձի կարար պատժեր, այս դենց եմ հասկանում իր ողորմությունը, քանի անգամ ես արժանի էի, որ ինձի կդոր աներ Աստված, բայց չարեց։ Եվ հետո երբ իմ հոգուս աչքերը բացվավ, ես հիմա իրոք անկեղծ եմ ասում, էլի, ես սարսափում եմ նույնիսկ իմ արազներից, ես որ հիշում եմ, թե ես ինչեր էի անում, ու ընդհանրապես չէի վախենում, ես դրանից էլ եմ վախենում։ Դրա համար, երբ որ, և հետո այսպես էլ ասեմ, որ մենք ասում ենք, եթե ես ազատ եմ մեղքի գերությունից, բայց մեղքը կա իմ մեջ, ես ազատ եմ, բայց եթե ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ իմ մտքի մեջ միտք կա, որ ես այդ մեղքը գործեմ եւ այլն, եւ ես եթե չունենամ Աստվածվախություն, գիտես որն է, օրինակի համար ասենք ես սենց եմ մտածում, այն ժամանակ որ ինձ Աստված ողորմեց, ես ասում եմ անկեղծ ինչպես եմ ես մտածում, հա, այն ժամանակ որ ինձ Աստված ողորմեց, ես դեռ չգիտեի իրան, չէի ճանաչում իրան, չգիտեի, որ ինքը այսպիսի Աստված է, այսպիսի Աստված է, այսպիսի Աստված է։ Հիմա ես ինչ համարձակությամբ, ես հիմա, հա, ես ինչ գիտեմ, թե Աստված ինչ կարա ինձ անի հիմա, եթե ես համաձայնեմ մեղքի հետ նորից ընկերություն անել, եթե ես նորից համաձայնվեմ, այս Աստվածավախությունը ինձի անպայման զերծ կբայի։ Այսպիսի վախը, հա, որ ես ասում եմ անկեղծ թե ես ոնց եմ մտածում, հա, լինում են դեպքեր, երբ մեղքը գլուխ է բարձրացնում իմ կյանքիս մեջ, այո, լինում են այդպիսի դեպքեր։ Եվ ինչպես եմ ես կարողանում մարել, ինչպես եմ ես կարողանում հաղթել, ես վախենում եմ Աստծուց, որովհետև հիմա ուրիշ է, շատ գիտեցողից գրված է, շատ կպահանջեմ, Տեր ասում է։ Ու ընդհանրապես երբ որ Աստված նկարագրում է, ասենք, անպարտավան մի մարդու, օրինակ անիրավ դադավորի մասին, ոնց է ասում, ոնց է բնութագիր տալիս անիրավ դադավորին, մարդկանցից չեր ամաչում եւ Աստծուց չեր վախենում։ Սա անիրավ մարդն է, որը Աստծուց չի վախենում։ Անիրավ է։
իրավունքն ու ինքը իր համար էդի որևէ բան չի նշանակում։ Այսինքն անիրավ ասելով կարա յուրաքանչյուր պահին իրավունքը զրկի կամ անիրավ մարդ է, ինքը իրավունք չունի, այսինքն իր համար իրավունք, օրենք, նորենք, բանպես գոյություն չունի, մարդկանցից չի ամաչում, ասուցել չի վախենում, սա բնութագիրն է անիրավ մարդ։ Շատ է տեքս։ Այո, ես չեմ ասում, Սուրբ Գիրքն ասում, անիրավ։ Կարող եմ մի հարցել տալ։ Խնդրեմ։ Նայ, ինչա դուրս գալիս, ես ինչ հասկացա։ Նայ, մենք միջև սկսելն է մի փոքրիկ զրույց ունեցանք այս թեմայի շուրջ, ես հասկացա, որ Աստծո վախը դա պարգև է երկնքից։ Մարդը չի կարա վախենա Աստծուց։ Ոչ չի վախենում, չես կարա սրսկում անես, որ վախենա։ Ոչ մի տարբերակ չկա վախենալու Աստծուց։ Դա մեկ, երկրորդը միակ վախն է, որ մարդուն ազատում է բոլոր վախերից։ Ամեն Աստծուց վախեցողը ոչ մեկից չի վախենում։ Ոչ մեկից չի, սա շատ կարևոր է։ Եվ երրորդ բանը, որ ուզում եմ ասել, սա է։ Այդ վախը մենք կարող ենք ձեռք բերել միայն վերստին ծնունդի արդյունքում եւ Աստված ճանաչողությամբ։ Այո, ուրիշ տարբերակ չկա։ Ճանաչողությամբ, երբ ասում ճանաչում ենք, որ մեր Աստվածը փչացնող կրակ է։ Հիմա ես մի քիչ ավելի պարզ օրինակ ասեմ, որ մեզ բոլորիս համար ավելի հասկանալի լինի Աստված վախությունը ինչ է։ Վերցնենք օրինակի համար մեզ, որ ծառայություն ենք անում մեր կարծիքով Աստծուն։ Միգուցե չեմ ուզում օրինակ տես խոսքս ուզում եմ ուղղել իմ շատ սիրելի քարոզիչ եղբայրներիս, որ այսպիսի խոսք կա գրված, ասում է ինչպես քարոզեն, եթե չուղարկվին։ Ինչպես կարելի է քարոզել, Սուրբ Գիրքը ասում է, եթե ուղարկված չեն, կարծում եմ հասկանալի, ում Տիրոջ կողմից եթե ուղարկված չեն, լիազորված չեն, որպեսզի այդ գործը անեն։ Եվ մի տեղ կարդանք Գործկարակելու գրքից 19-րդ գլուխ, բոլորդ գիտեք այդ պատմությունը, ես 10-ից 16 խոսքերն եմ ուզում կարդալ։ Եվ այս եղավ մի 2 տարի մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները, հրեաները եւ հույները Տիրոջ խոսքը լսեցին։ Եվ Աստված նշանավոր զորություններ էր անում Պողոսի ձեռքովը, մինչև որ նրա մարմնի վրայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին տնում հիվանդների վրա եւ ցավերը հեռանում էին նրանցից եւ չար ոգիները դուրս էին գալիս։ Եվ թափառական հրեաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակվեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիների ունեցողների վրա, ասելով. երդում ենք տալիս ձեզ այն Հիսուսովն, որ Պողոսը քարոզում է, հրեա քահանապետ Սկևայի 7 որդիկն էին, որ այս անում էին, չար ոգին պատասխանեց եւ ասեց. Հիսուսին գիտեմ եւ Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ով եք, եւ այն մարդը, որ նրանում չար ոգի կար, հարձակվելով նրանց վրա, բռնեց նրանց, հաղթահարեց, մինչև որ մերգ ու խոցված այն տանիցը փախան, եւ այս հայտնի եղավ բոլոր հրեաներին եւ հույներին, որ Եփեսոսում բնակված էին։ Ինչի եմ կարդում ես այստեղը։ Տես, երբ որ դու նայում ես մարդուն քարոզիչին, ինչպես որ Սկևայի որդիներն էին նայում Պողոսին ինչ էր անում։ Ասում էր Հիսուս Քրիստոսի անունով չար ոգուն հրաման էր տալիս, հրամայում եմ քեզ դուրս եկիր։ Եվ ճանաչված էր։ Բայց չէ, տեսին չերակիր մոմենտ այսի։ Ասում են, դրա մեջ ինչ կա ասելու մեջ։ Այլ մենք եք ասել։ Պետք է նախադասություն ասելու մեջ ինչ դժվարություն կա, ինձ կարաս բացատրես։ Ես եմ ասեմ։ Նույնը քարոզի պարագայում, երբ որ մարդը նայում է, ինք Աստվածաշունչը կարդացել է, ինք Աստվածաշունչը գիտի, ինք Աստվածաշունչը հասկանում է, եւ նայում է, որ դու ինչ որտեղ խոսում ես,
Ասում ինչի ես չեմ կարող անեմ, օրինակ դրա մեջ ինչ կա, որ ես չանեմ։ Այդ ինչ մի Ես ավելի լավ կանեմ։ Եվ միգուցե խոսքը ուրեմն տես եթե ուղարկվածի խոսքից ոգիները դուրս էին գալիս մարդու միջից, խոսքը Պողոս Արաքյալի մասին է։ Երբ որ չուղարկվածն էր նույն խոսքը ասում, ոգիներն էին իրան հալածում, ոգիներն էին իր հետևից ընկնում, ոգիներից էր ինքը փախնում, ոչ թե ոգիներն էին իրանից փախնում, այլ ինքն էր փախնում ոգիներից։ Այսպիսի տարբերություն կա սիրելիներ եւ մեզանից յուրաքանչյուրը, եթե չունի աստվածավախություն, հա, այս է Աստծուց չվախենալու օրինակներից մեկը։ Երբ որ մեկը նայում է մենակ, ասենք, տեսանելի երևույթին, ինչ կա դրա մեջ։ Եղել է օրինակի համար, որ ես եղել եմ եկեղեցում եւ մի երդասարդ հիշում եմ ես, շատ շուտվա պատմություն եմ պատմում։ Մի եկանք եկեղեցի եւ մի երդասարդ հյուր էր եկել մեր եկեղեցին, խոսք տվեցին իրան, ելավ այդ երդասարդը եւ սկսեց Աստծո խոսքը քարոզել։ Ուշադիր երբ լսում ես, տեսնում ես, որ նա առաջին հերթին գրագետ է, գիտի Աստծո խոսքը, կարողանում է ճիշտ օրինակներ բերել, կարողանում է ճիշտ բացատրել, չես կարող ասել, որ ինքը բան անում, աղավաղում Աստծո խոսքը, չես կարող այդպիսի մեղադրանք իրան ներկայացնես եւ այլն, բայց դու նստած տեղը, այսպիսի ես ասում եմ իմ պահովա, նստած տեղ ասում ես, այսպիսի վիճակը կեմոտ է երբ պիտի վերջացնի եսի։ Երբ պիտի չեմ ուզում չեմ կարող բացատրել, ուզում եմ, որ վերջանա այս խոսքը։ Բայց մի դժվարություն էլ կա, շատ հնարավոր է, որ խնդիրը քո մեջ է, կարող է դու ես այնպիսի վիճակում, որ չես ընդունում Աստծո խոսքը, եթե որպես կերակուր ասեն, դինում է չէ, որ մարդը սոված է, բայց քանի որ ստամոքսը հիվանդ է, չի կարողանում ընդունել, ամենը չունի ախորժակ, երկուսից մեկն է, կամ էլ ուրեմն կերակուրն է, անալի, հասկացար։ Եվ երբ որ ես մեր հովին ասեցի, ես երդասարդ տղա էի այն ժամանակ, ասեցի, ինչի ես չէի կարողանում լսել երեք այդ մարդուն, ուզում էի, որ պասներ, սպես մի տեսակ, ասեց մենակ դու չէ, բոլոր եղբայրները նույն բանն են ասում, բոլորը ասա, ինչ է սա, ինքը ասում էր, սա քարոզ է առանց հոգու, սա չուղարկվածի քարոզ է, երբ որ մեկը ուղարկված չէ, երբ որ մեկը իր հույսը տրել է իր խելքի, իր սովորածի, իր դիպլոմ ունի ինքը, որ ավարտել է այսինչ ճեմարանի, այսինչ չգիտեմ ինչը եւ այլն, ես դեմ չեմ կրթությանը։ Իհարկե, եթե անկիշտ լինի մեկը, չկարդացած լինի մեկը, ինչը քարոզի, ինչի մասին խոսի եւ այլն, սակայն վերին աստիճանի կարևոր մի փաստ կա, ինչպես քարոզեն, եթե չուղարկվին, եթե ուղարկված չեն, եթե մեկը իր մեջ չունի այդ վստահությունը, որ իրեն Աստված է ուղարկել, իշխանություն ունի այդ խոսքը, չէ՞, նաեւ Աստծուց ուղարկված։ Այո, եթե չունի ինքը, այլ իր հույսը, իր գիտությունն է, իր իմաստնությունն է, սա էլ է չվախենալ Աստծուց։ Ինչպես որ այս մարդիկ չէին վախենում Աստծուց, իրանք մենակ նայում էին, որ այդ հասարակ բանը Պողոս ինչ էր անում, խոսում էր, ես էլ խոսեմ, ես էլ կասեմ, Հիսուս Քրիստոսի անունով, այն Հիսուսը, որ իմ Պողոսը պաշտում է, այդպես են ասում, ես էլ եմ հրամայում, այսպես արա կամ այնպես արա, սա էլ է վտանգավոր, եւ դրա համար Աստծուց վախենալ է պետք նաեւ այսպիսի դեպքերում, որ Աստված գիտի թե ինչ կարող է լինել, Աստված գիտի թե եթե մենք կեղտոտ անոթ ենք, եթե մենք մեղքից չմակրված անոթներ ենք կամ մեղքի հետ չպատերազմող անոթներ ենք, ինչպիսի մաքուր, եթե խողովակի մեջ կեղտոտ է, դու ինչքան էլ զուլալ ջուր լցնես դրա մեջ, այն կողմից կեղտոտ ջուր է դուրս գալու, կեղտոտվելու է խողովակի մեջ այդ ջուրը։ Դրա համար ոչ միայն քարոզելու, այլ ընդհանրապես բոլոր տեսակի գործերը անելու մեջ մարդը պետք է Աստծուց վախենա, Աստվածավախ պետք է լինի։ Որ տեսնում ես, օրինակի համար նայում ենք, որ այս մարդիկ փորձեցին Աստծո խոսքը քարոզել։ Այս 7 եղբայրները։ Ուրիշ բան չէ, ինչ վատ բան կա դրա մեջ։
Աստծո խոսքը давайте մենք էլ կարոզենք, давайте մենք էլ անենք, բայց դες ինչ եղավ։ Ասում դուք ով եք։ Չեմ ճանաչում ձեզ։ Այսինքն չուղարկված եք դուք, չեմ ճանաչումը, դա էլի ձեզ ով է ուղարկել։ Ով ես։ Ինչ փաստում ես։ Ինչի համար շատ անգամներ կան, որ ասեն, այսինչ մարդուն ուղարկել են, այսինչ ճեմարանն է ուղարկել։ Դա նման է դրա, որ բանը ոստիկանի հագուստ հագնենք, ելնենք դուրս ավտոմոբիլի։ Բայց ուղարկված չենք, այո, մենք այդ մարդը կառավարությունը մեր թիկուն։ Վայ որ բռնեցին մեզ ինչ կա։ Հաստատ։ Իհարկե։ Այո, դա հենց դրան է նման։ Դրա համար էլ աստվածվախությունը պետք է նույնիսկ Աստծո խոսքը քարոզելուց։ Այսինքն աստվածվախությունը իր մեջ նաև ունի պատասխանատվության զգացում եւ հաշվետվության զգացում։ Այո։ Աստծո արժեվ, ասած ասած։ Դες մի տեղ եմ ուզում կարդամ, գրված է մի քանիսին վախով ապրեցրեք։ Վախով բրգեցեք։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունը, Պողոսն է ասում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունը, ահով եւ թողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Փիլիպպեցիս 2:12։ Մեկը կասի իմ անձս ձերի փրկել է Հիսուս։ Հա, իր սուրբ արյունով։ Սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, ես չեմ ասում, Սուրբ Գիրքն է ասում, ահով ու տողով գործեցեք ձեր փրկությունը, որ մեր փրկության մեջ մենք գործ ունենք անելու։ Մենք գործ ունենք անելու, այո, մեր փրկությունը Գողգոթայի խաչի վրա Հիսուս իր սուրբ արյունով գործեց այն ժամանակ, երբ ես դեռ աշխարհ չէի եկել, դա այդպես է։ Բայց եթե ես գործ չունենամ անելու այս գործի մեջ, ապա ասացեք խնդրեմ, ես էլ հարց ունեմ, ասացեք խնդրեմ, եթե ես ոչ մի գործ չունեմ իմ փրկության մեջ անելու, ապա ո՞րն է նպատակը իմ այս երկրի վրա ապրելու։ Եթե ես փրկված մեկն եմ, դե դերը դուրս վերցնի։ Որ մենակ դրա։ Բան չեմ եկել ես, ինչի համար եմ եկել ես։ Չէ, սիրելիներ, ահով ու տողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Այո, ահով ու տողով քայլենք այս աշխարհի մեջ, սիրելիներ։ Թող ոչ մեկը իրեն չխաբի, ես մեղքից ազատ եմ, մեղքից ազատ եմ, մեղքից ազատ եմ։ Ինչ է նշանակում մեղքից ազատ ես։ Ինչ է դա նշանակում։ Այո, Տերը քեզ զորություն է տվել, որ դու մեղքի վրա իշխես, բայց դու նաև կամք ունես իշխես, թե կիշխվես։ Կուզենաս, թե չես ուզենա։ Եվ դրա համար, եթե դու չունես Աստծո վախը քո սրտի մեջ, Աստված գիտե թե ուր կարող ենք հասնել։ Այդ մեղքը մի օր պիտի ասի դու ով ես, որ ուզում ես ին վրա իշխես, ինչ պատասխան ունենք տալու։ Ավետարանը, եթե ինձ սկզբից ասացինք մենք ամբողջությամբ չքարոզենք, սիրելիներ, եթե մենք ավետարանը ամբողջությամբ չգիտենք, հասկանում ես, շատ հետաքրքիր քեզ կկանչի մեղքը։ Դու չգիտես Աստծո վախի մասին, ասենք։ Ասես, դե Աստված ողորմած է։ Մենք մի քույրիկ ունեինք տարիքով 75 տարեկանում էր ապաշխարել այնտեղ Ղարաբաղում։ Ու մինչև 94 տարի ապրավ, 20 տարի։ Շատ դժվար է 75 տարեկան կնոջը կամ մարդուն նշանակություն չունի իր մեջ արմատավորված այն սովորություն 75 տարեկան պատկերացրեք արմատավորված ինչ բաներ ունեին իրար մեջ, հա, շատ դժվար է սիրելիներ այսպիսիներին այս պատերազմում մեծ հաղթանակներ ունենալ մեղքի դեմ։ Օրինակի համար ես ամեն անգամ իրան ասում էի, տենց իրար հետ շատ մոտ էինք բան եւ այլն, զգուշացում էի էլի պամպասանքի պես հավասուներ էլի կիներ բան։ Մեկ էլ սենց հենց հավասը գալիս էր պամպասանկաներին, սենց էր անում։ Աստված ինձ կների։ Հիմա տես, ու սկսել, այսինչ այսպես է, այնինչը այնպես է։ Ինք իրան հանգստացնում էր ու հասկանում էր, Աստված ինձ կների, Աստված ինձ կների, դու որտեղից գիտես։ Ինչի ես դու քեզ խափում, ինչի համար Աստված ոչ մեկին կներեք էլի սենց ռուսերեն բառացեմ, աչոտ չի տալիս, հաշվետվություն չի տալիս։ Դա նշանակում է փորձել Աստծուն։ Չես կարող, չփորձես կուտել Աստծուն։ Եվ նու ասածիս իմաստը այդ է, սիրելի եղբայրներ, քույրեր, որ պետք է Աստծուց վախենալ, որ պետք է Աստծուց վախեցողում, եթե քո կյանքի մեջ չկա պայքար մեղքի դեմ,
քո աստվածավախությունը մեծ հարցականի տակ է։ Այո, ճիշտ ես, միանշանակ։ Իմ կյանքում եթե չկա պայքար մեղքի դեմ, մեղքը կա, բայց եթե չկա պայքար, Պրոբլեմ։ ուրեմն դժվար թե ես այդպիսի վախում եմ Աստծուց, դժվար թե ես վախենում եմ Աստծուց։ Դրա համար մենք սիրելիներ ավետարանը ընդունենք ամբողջությամբ։ Այո, նորից եմ կրկնում, ով կարող է հերքել Տիրոջ անսահման սերը, հիմարը մենակ կարող է այդպիսի հերքում անել, ով կարող է նրա ողորմությունը հասկանալ, անհասկանալի ողորմություն է դա, որ մեկ քեզ չի թվացել, որ քո այս արածի համար նստած սպասում ես, թե ինչպիսի պատիժ պիտի տա քեզ Աստված, մեկ էլ տեսնում ես, որ ողորմած Աստված քեզ մի օրհնություն է ուղարկում, որից դու սկսում ես ամաչել, եւ եթե ուզում ես նույնիսկ վախենալ, թե սա ինչ Աստված է, ինչպես կարելի է այսպես չարաշահել նրա համբերությունը։ Այս սա է Աստծո վախը, ինչպես կարելի է երախտամոռ լինել, այսպես, ինչպես կարելի է անբարդավանանալ նրա սիրու, ողորմության, կտարադության հետևանքով։ Եթե չկա Աստծո վախը, մենք բոլորս անբարդավան կդառնանք սիրելիներ։ Եթե մենք միայն գիտենք, որ միայն ողորմած է եւ վերջ Աստված, ոչ, մեր Աստվածը փչացնող կրակ է։ Նաեւ Գարնիկ եղբայր, այս ամեն ինչ մեջ այսօրվա զրույցի մեջ նկատեցի նաև այս մեսիջը կամ խորհուրդը պատգամը կոնկրետ ինձ համար եւ վստահ քույր եղբայրնս համաձայն կլինեն, որ ոչ թե կարող ենք հենց լսեցինք այս քարոզը սկսենք վախենալ Աստծուց, դա մի ծայրահեղությունից մյուսի մեջ ենք, բայց Աստծո վախի կարևորության մասին խոսվեց այսօր, խոսվեց այդ պարգևը ունենալու մասին, այդ կարևոր հատկանիշը, Աստծո վախի հատկանիշը սիրել դա ուղղակի ունենալ եւ դա նաեւ կարող ենք ասել, որ ցուցիչ է, ինդիկատոր է մեր կյանքում, որ եթե կա Աստծո վախ, ուրեմն ամեն բան լավ է։ Աստվածաշունչը զսպվածության մասին ավետարանը խոսում է, հա։ Դա պտուղներից մեկն զսպվածությունը։ Ինչն է մեզ զսպված դարձնում։ Եթե ոչ Աստծո վախը, Աստծո սերը, վախը, դրանք իրար հետ պետք է լինեն սիրելիներ։ Դրանք անբաժան չեն։ Այդ կներես, ճիշտ չէ լինի, նաև այս ծայրահեղությունը կա, միայն վախենալ Աստծուց։ Ոչ։ Սա սխալ բան է։ Ոչ։ Սա սատանայից է։ Ոչ։ Սատանան է կարող է դա սերմանի կեղծ։ Այո։ Աստծո վախ, որը միշտ սարսափի մեջ է կեսպա, լարված վիճակը, ասենց միշտ տագնապների մեջ։ Գրված է վախը սատանայից է, այդպես է գրված, չէ՞։ Եվ դրա անունը դնում են Աստծո վախ։ Այստեղ պետք է տարբերենք սիրելիներ, երբ որ մենք օրինակի համար վախենում ենք, չկա որ մենք վախ ունենք, ոչ թե աստվածավախություն է, օրինակ վախում ենք Աստծու վկայել, վախենում ենք, այնպեսի մի հատ կամպանիա է, որ չենք կարող։ Չէ, վախենում ենք նաև դժոխքից, տառապանքներից, բան չէ, ասենց ինչ որ ինչ որ գրված է Աստվածաշնչի մեջ, սիրելիներ, ինչ որ կա եւ ինչ որ մենք կարտացինք, մենք չենք օրինել այդ ամենը, այլ Սուրբ Գիրքն է մեզ սովորեցնում, Պողոս առաքյալն է մեզ ասում, այն առաքյալը, որը այնքան շատ է խոսել շնորհի մասին, այնքան շատ է մեզ, Աստծո սիրո եւ կատարածության մասին մեզ բաներ սովորեցրել, բայց մյուս կողմից էլ տեսեք ինչ է ասում, ասում է սարսափելի բան է կենթանի Աստծո ցերկը։ Որտեղ է գրված այդ։ Սա գրված է Եբրայեցիների 10-րդ գլխի 31-րդ խոսքում։ Նորովտի մեջ։ Պողոսն է ասում, սարսափելի բան է կենթանի Աստծո ցերկը ունենալը։ Նարեկացին էլ այսօր առավոտ կարդում էի ու տեսա որ sense բան կա։ Ինչ որ ուզում եմ խոսեմ նման բան կա, ասում է հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության ձայնը ահավոր քո դատաստանի։ Շատ լավ ասում էլի։ Շատ։ Լսում է ինքը այդ ձայնը։ Այդ ձայնը ինքը լսում է, ասում է հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության ձայնը ահավոր քո դատաստանի։ Թող օրհնի մեզ Աբրահամ եղբայր ջան, որ մենք ոնց որ դու ճիշտ ասեցիր, եթե չունենք այդ աստվածվախությունը, եթե մենք մինչև այսօր մենք ինքներս մեզ մեր մեղքերը հանգստացրենք Աստված ողորմած է, Աստված կների է տատիկի ասածի պես, Աստված ինձ կների ու ինքը շարունակում է իր գործը, սա
թող այսօրվա մեր այս խոսակցությունը ինձ եւ քեզ մտածել տա այն մասին, որ դու չես որոշում, թե Աստված ինչ կանի կամ Աստված ինչ չի անի։ Հենց դրա համար էլ պիտի վախենաս Աստծուց։ Ինքը շաբլոն չէ, մենք չինական շիրպատրեբի բաները չենք, որ բոլորը նույն այդպես չի, նույն արարքի համար ինձ հետ կարող է Տերը ուրիշ տեսակ խոսի, քեզ հետ ուրիշ տեսակ կարող է խոսքի։ Հենց դրա համար պիտի վախենաս Աստծուց։ Մի նայի ինձի, որ ինձի մեղմ մոտեցավ Աստված կամ հակառակը։ Կարող է ինձի շատ խիստ մոտեցավ, քեզ սենց եւ այլն։ Եվ հենց այդ է որ պետք է մենք վախ ունենանք Աստծուց։ Դու չես կարող քննել նրա երեսը։ Դու չես կարող հասկանալ, թե նա այս կամ այն պահին ինչ կանի։ Որտեղից դու գիտես ինչ կանի։ Ինքը հաշվետվություն չի ներկայացնում քեզ։ Միայն Աստծուց վախենալը բավարար է, վախենալու համար բավարար է այն գիտակցությունը, որ Աստված անքննելի է։ Վերջացավ։ Դրա համար պետք է վախենալ։ Ինչքան ուզում ես դու գիտես, քիչ առաջ որ հենց սկզբից որ ասեցինք, որ ասում են մարդիկ, հա, մեկ էլ ասում են, «Էս հենց անես, պես կանի Աստված, հենց անես»։ Ու գիտություններ են օրինում, հասկանում ես։ Ու տեղեր են ցույց տալիս, ասում են, «Տես, այստեղ այդպես արեց»։ Այո, այդտեղ տենց արեց, դու ճիշտ ես ասում։ Բայց մյուս անգամ որ տենց անես, կարող է տենց չանի։ Օրինակ դու գիտես այդ Գործ Կարաքելոցից այդ պատմությունը, որ օրինակ բերեցիր, որ իրանց արտը ծախեցին, բերին։ Հա։ Ինչպես է։ Անանյան ու Սափիրան։ Իրանց նմաններից ավելի բեթար առնողներ են եղել, որ Աստված չի պատժել։ Հիմա մեր օրերում քերջուկրական Անանյան ու Սափիրանները ինչ էին արել, բայց օրինակ է մեզ համար։ Իրանցից էին վերցրել, բա որ իրանցից չէ, եկեղեցումն ես վերցնում, իրանցը չէ։ Բայց էլի Տերը չի պատժել։ Էլի չի, դե արի հասկացի։ Եվ դրա համար հենց ես համաձայն եմ, որ կանք այդ եզրակացության եւ դրանով եզրափակենք եւ չմտնենք այդ աստվածաբանական հասկանում ես այդպես տուպիկների մեջ, եթե Աստված եկեք մի հատ լոգիկայով մտածենք, կասեն, չէ։ Հիմա ես այդ հարցին չունեմ պատասխան, բայց ես ասում եմ, եթե Աստված հələ արեք ախպեր ջան, ինքը մեզ ազատել է մեղքի կերությունից, մեղքից ազատել է մեզ, էլ ինչի վախենանք Աստծուց, եթե մենք մեղք պիտի չգործենք, չգիտեմ։ Սխալ արտահայտությունը։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, հասկանում ես։ Ես չեմ կարող, բայց սխալ է այդ արտահայտությունը։ Ինչի չեմ կարող պատասխանել, որովհետև ես գիտեմ, որ ես մեղքի կերությունից ազատված եմ, բայց ես գիտեմ նաև, որ յուրաքանչյուր վարդյան մեղքը կարող է գլուխ բարձրացնել իմ մեջ։ Յուրաքանչյուր վարդյան։ Թե զայրույթի միջոցով, թե ուրիշ տեսակ բաների միջոցով, եւ չեմ կարող ասել, որ դրանք չկան իմ կյանքում, ամեն դեպքում կան իմ կյանքում, եւ դրանց ազատություն տալ Աստծուց չվախենալով, Աստված գիտե թե ինչ կարող է լինել մեզ։ Ամեն, Գարին Գերբեր, շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Շատ կարևոր թեմա էր, Տերովնի քեզ շատ, ժամանակ առ ժամանակ ես դրա կարիքը զգում եմ, որ պետք է արծարծվի այս թեման, Աստծո վախի թեման, այնպես որ վստահ որ օգտակար են մեզ համար նորից խորհելու, վեր հիշելու, ուրեմն մեր Աստծո հետ փոխհարաբերությունները վերանայելու, ուր ենք հասել մենք հոգևոր կյանքի մեջ։ Տերորի քեզ շատ եւ խնդրեմ քո աղոթքով էլ ավարտենք։ Սիրով եղբայր ջան։ Մեր սիրելի հայրը, որ երկնքումն ես, մենք փառավորում ենք քո սուրբ թանկագին անունդ եւ իրոք անքննելի Աստված ես դու, հենց այդ պատճառով էլ պիտի մենք վախենանք քեզնից Տեր ջան, եւ քո առաքյալդ, քո սուրբերդ, քեզ մոդիգից ավելի ճանաչողներն ասում են, որ սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը, Քրիստոս Աստված, գիտեմ, որ դու ողորմած, գիտեմ, որ դու ներող, գիտեմ, որ դու սիրող, գիտեմ, որ դու խաչողներիդ համար աղոթող Աստված ես, Տեր։ Սակայն այս ամենը գիտենալով, Տեր, ես շատ եմ ուզում Աստվածավախ մարդ լինեմ։ Ես շատ եմ ուզում, որ այդ վախը միշտ իմ սրտի մեջ թակավորի, Տեր ջան, որ ես գիտենամ, թե ում հետ գործ ունեմ, որ ես գիտենամ, որ Տեր ջան, դու, որ զայրացար, սարսափելի բան է քո ձեռքը ընկնելը, Տեր, դու չխնայեցիր առաջի աշխարհին եւ ջրով նրան խորտագեցիր, Տեր,
Եվ մնացած աշխարհի միջի պատմություններին, երբ որ նայում ենք, թե դու ինչեր թույլ տվեցիր աշխարհում, ապա սա էլ ավելի պետք է այդ վախը մեր սերտերի մեջ ավելացնի, եւ մենք կարողանանք խոնարհ զավակներ լինել Տեր, քո վեհության, սրբության առաջ եւ քայլենք քո առաջ այնպես, ինչպես որ դու ուզում ես, Տեր ջան։ Աղոթում եմ իմ սիրելի եղբայրներիս ու քույրերիս համար, ովքեր այսօր լսեցին մեզ մեր կարճ այս զրույցը, եւ շատ եմ ուզում Տեր, որ քու աստվածային այդ վախդ եւ նրանց սրդերում թակավորի, Տեր ջան, որ նրանց սրդերի մեջ նույնպես լինի, որ մենք այո գիտենանք քո սերդ, գիտենանք քո ողորմությունդ, գիտենանք քո կատարածությունդ, գիտենանք քո օրհնությունդ, գիտենանք Տեր ջան, որ դրա հետևանքով է, որ մենք դեռ քայլում ենք այս երկրի վրա, նաեւ գիտենանք Տեր ջան, որ դու կարող ես եւ զայրույթ է դարձել մեր կյանքի մեջ։ Թող փառավորվի Սուրբ անունդ մեր իմաստուն կյանքի մեջ, Տեր ջան, որ մենք իմաստուն լինենք, որ մի ծայրահեղությունից մյուսի մեջ չընկնենք, Տեր ջան, եւ կարողանանք այս ամենը մեր սրտերի մեջ տանել համաչափ, այնպես ինչպես պարտավոր են, որ դրանք այսպես դասավորված լինեն, այնպես ինչպես պետք է որ դրանք ունենան իրենց ուժը յուրաքանչյուր մեր քայլում, մեր այս երկրի վրա ապրած ժամանակում, որբիսի Տեր ջան դու նայես մեր կյանքին եւ չփոշմանես քո թափածը դարյան համար եւ ուրախանաս, որ իրոք իզուր տեղը չէր, որ դու Գողգոթայի խաչի վրա այդ հերոսությունը կատարեցիր անարժանիս համար։ Թող փառավորվի թանկանունդ մեր իմաստուն կյանքում, մեր աստվածավախ կյանքում, Սուրբ ու հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։ 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 Կարմիր եղբայր, շատ շնորհակալ ենք Տերոջի։ Ես աղոթքի ժամանակ մի խորհուրդ հիշեցի Պողոս Առաքյալից այս խոսքը, որ ասում է Աստված իր զավակին ծեծում է, մի ուրիշ տեղ խրատում է, մի ուրիշ թարգմանությամբ ծեծում է, ում որ սիրում է, եթե մեկին չի ծեծում, նա խորթ է իր համար։ Չէ, զավակը ես որ չարություն եմ անում, ես գիտեմ, որ հերս պատժելու ես։ Եվ բախով էի գալիս տուն։ Դու որ դուրս ես գալիս, Աբրահամ եղբայր ջան, կներես տղատ տեսնում ես, որ փողոցի մյուս տղաների հետ ինչ որ մի չարություն է անում։ Դու ընդրում ես, բոլորը նույն չարությունն են անում, բայց դու մենակ քոնին ես վերցնում եւ քոնին ես բաժում, այդ իրավունքը մենակ քեզ տված է իր վրա։ Այո, այո։ Եվ դու նրան ես բաժում, որովհետեւ նրան սիրում ես։ Եվ վստահ որ երեխաս վստահ է, թեկուզ ծեծ ուտի, բայց ես իրան չեմ սպանել։ Իրա սիրուց նպատակս լավ մարդ դարձնելն է։ Այո, ու չես կարող անտարբեր անցնել սիրած օբյեկտի հիմար ճանապարհների վրայով։ Եթե դու նայում ես, որ ինքը ուղիղ ճանապարհ բռնած դժոխք կա գնում, ինչ անեմ։ Գնա թող գնա, չէ՞։ Շատ լավ, շատ մերսի Կարմիր եղբայր, քուրի եղբայր, հրաշալի այսօրվա համար շնորհակալ ենք Տիրոջից եւ այս թեման յուրացնենք մեր կյանքի մեջ, սիրենք Աստծո վախը, եթե սիրես կունենաս։ Տեր օգնի ձեզ, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։